Ինչ վերաբերվում է ընտրական process-ներին, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես դեռ կալանավորված եմ։ Սա աշխարհի մասշտաբով ունիկալ դեպք է, որ մի ամիս է մնում ընտրություններին եւ հնարավորություն չեն տալիս գլխավոր ուժին շփվի իր ժողովրդի հետ։ Գոնե վերջի դատարանի որոշումը ինձ տվեց հնարավորություն եւ հիմա ես ամեն օր այս ֆորմատով շփվելու եմ տարբեր բնակավարի մեր մարդկանց հետ։ Ինչ վերաբերվում է ինչ անել, նորից ակտիվ պայքարել, նորից ցույց տալ համառություն, նորից բացատրել մարդկանց, որ սա իրենց ապագայի խնդիրն է, սա ընտրություն է հայ մարդու մեջ եւ գորժ կայլերի մեջ, որովհետեւ մենք շատ լուրջ վտանգի առաջ են կանգնած, թե ինքնության, սրանով ես չեմ ուզում վախեցնել ոչ ոքի, բայց Հայաստանի հաջորդ տարածքի կորստի, որտեղ այս մարդկանց համար բացարձակ նշանակություն չունի, 100 կիլոմետր ստեղ, 500 կուղարկեն մյուս կողմը, բայց մենք դուք գիտեք, որ շատ փոքր երկիր ենք, եթե մենք այսպես մի 5 տարի բաժանենք, վերջում կմնա Լոռու մարզը, որովհետև դա մենք ոչ մեկի չենք տալու, պայքարելու ենք Լոռու մարզի համար եւ կանգնելու ենք լուրջ փաստերի առաջ։ Վախեցած, նվաստացած կառավարությունը չի կարող ապահովել երկրի զարգացում, չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։ Դա ես իրոք բացառում եմ։ Դրա համար պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություն։ Այս բառը, որ մենք շատ ենք օգտագործում, ուզում ենք մարդիկ մեզ լսեն, որ փոփոխություն է պետք։ Առանց դրա հնարավոր չի զարգացնել այս երկիրը։ Շնորհակալություն։